Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 20-ին այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն ծանոթացել կրթական նորարար մոտեցումներին, սաների առօրյա աշխատանքներին ու նախագծերին։ Նախարարին ուղեկցել են տեղակալ Արմեն Ղազարյանն ու միգրացիա եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը։ Նախարար Սարգսյանը կենտրոնի տարբեր բաժիններում ծանոթացել է կրթական ծրագրերին, սովորողների առաջխաղացման հնարավորություններին ու հետաքրքրություններին։ Դասընթացավարների հետ քննարկվել են կրթական գործընթացի առանձնահատկություններն ու երիտասարդների ստեղծագործական ներուժի զարգացման մեխանիզմները։ Սովորողները կիսվել են իրենց նախագծային գաղափարներով, ներկայացրել ստեղծագործական աշխատանքներ եւ անդրադարձել այն փորձին, որը ստանում են Թումոյում։ Ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ կենսաչափական նոր փաստաթղթերի մշակման գործում ներգրաված երիտասարդները ներկայացրել են նոր դիզայնի վերաբերյալ իրենց պատկերացումները։ Նրանք կիսվել են նախագծային փուլի արդյունքներով, խոսելով կոնցեպտների ու վիզուալ լուծումների մասին։ Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել երիտասարդների ակտիվությունը, նշելով, որ այս գործընթացին նրանց ներգրավվածությունը ոչ միայն խթանում է նոր մոտեցումների զարգացումը, այլև ցույց է տալիս, թե որքան արդյունավետ կարող է լինել կրթության եւ պետական կառավարման ոլորտների համագործակցությունը։ Հաշվի առնելով, որ մյուս կողմում ոլորտի միջազգային փորձագետներին երիտասարդ ստեղծագործողների գաղափարները քննարկման դաշտ բերելը լավ գաղափար է որակվել նաեւ ֆրանսիացի գործընկերների կողմից։ Նախարարի գնահատմամբ նման աշխատանքները կարևոր են երիտասարդների համար իրականացնելու իրենց ստեղծագործական գաղափարները եւ ներդրում ունենալու կենսաչափական նոր փաստաթղթերի ստեղծման գործում։ Ներկայացված առաջարկների վերաբերյալ տպավորություններով է կիսվել միգրացիա եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը։ Նրա խոսքով սա դեռ աշխատանքների միջանկյալ փուլն է։ Երեխաների պատկերացումները իսկապես տպավորիչ էին եւ գունային գամայի ընտրության հարցում եւ անձնագրի շապիկից եւ անվտանգային բաղադրիչներից սկսած մինչեւ տվյալների էջ եւ վիզաների էջերի ձևավորում տարբեր մոտեցումների ականատես եղանք։ Շատ հետաքրքիր այսպես մտագրոհ էր կազմակերպվել այստեղ նախապես եւ արձանագրված էին այն բոլոր ասոցիացիաները, որոնք առաջին հայացքից ձևավորվել էին երեխաների մտքում։ Աշխատանքները շարունակվելու են մինչև ավարտուն փուլ, ընդհանրացնելով այն գաղափարներն ու մտքերը, որոնք հիմք կհանդիսանան կենսաչափական համակարգի ներդրումն իրականացնող HiPass ընկերության դիզայներների համար։ Ներքին գործերի նախարարությունը կարևորում է ինքնության ու անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ ստեղծարար պատանիների մտագրոհը, դրա արդյունքում գեներացված ասոցիացիաները եւ դրանց վիզուալիզացման եղանակները։ Ներկայացված իլյուստրացիաները երիտասարդ սերնդի պատկերացումների եւ ընկալումների մասին են եւ դրանց վերլուծությունն ու քննարկումը հավելել արդյունավետություն է հաղորդում գործընթացին։ Հարց ու պատասխանի ձևաչափով քննարկվել են ներկայացված գաղափարներն ու դրանք իրականացնելու ճանապարհները։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Լոռու եւ Տավուշի մարզեր։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում նա անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցել են ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանը եւ Արթուր Խուդինյանը, ինչպես նաեւ Լոռու մարզի քրեական եւ համայնքային ոստիկանության, բարեկային ծառայության եւ պետական պահպանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Ներկայացնելով ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը կողմից ոստիկանության ծառայության վերաբերյալ սահմանված սկզբունքային մոտեցումները, Արամ Ղազարյանը ընդգծել է դրանց համահունչ նախանշված քայլերով առաջ շարժվելու անհրաժեշտությունը։ Ոստիկանության պետը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել կարգապահության եւ մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմանը, ինչպես նաեւ ակտիվացնել կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների, ապօրինի թմրաշրջանառության կանխարգելման ու բացահայտման, զենք զինամթերքի հայտնաբերման, ինչպես նաեւ քրեական ենթամշակույթին հակազդելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները։ Արամ Ղազարյանը նշել է, որ անհրաժեշտ է գործադրել առավելագույն ջանքեր հասարակական կարգի պահպանման եւ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործում, կանխելով ճանապարհատրանսպորտային պատահարները։ Խորհրդակցությունից հետո Արամ Ղազարյանը Լոռու մարզի իրավապահ այլ կառույցների ղեկավարների հետ ծաղիկներ է խոնարհել հայրենիքի սահմանները պաշտպանելիս եւ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին։ Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնում տեղի ունեցած օպերատիվ խորհրդակցության ժամանակ ոստիկանապետ Ղազարյանը Տավուշի մարզում եւս խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել է ծառայության վերաբերյալ նախարարի սկզբունքային մոտեցումները։ Անդրադառնալով ամենօրյա ծառայողական գործունեությանը, Արամ Ղազարյանը հանձնարարականներ է տվել պարտականությունների պատշաճ եւ օպերատիվ կատարման վերաբերյալ։ Կարևորվել է հանցավորության դեմ պայքարի բոլոր ուղղություններով աշխատանքի ակտիվացումը, ներառյալ անտառահատման դեպքերի կանխարգելումը եւ բացահայտումը։ Անդրադառնալով կադրային քաղաքականությանը, ոստիկանապետն ընդգծել է, որ մասնագիտական գիտելիքների եւ կարողությունների զարգացումը հաջողակ եւ պրոֆեսիոնալ ոստիկանության հիմքն է։ Խորհրդակցությունից հետո Արամ Ղազարյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ ծաղիկներ է խոնարհել հայրենիքի սահմանները պաշտպանելիս եւ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին։
Հունիսի 24-ին ներքին գործերի նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանն ու Արմեն Մկրտչյանն ընդունել են Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի եւ ներքին գործերի գլխավոր տնօրինության պատվիրակությանը միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պավել Բուսյակիևիչի գլխավորությամբ։ Քննարկվել է սահմանների համալիր կառավարման հայեցակարգի մշակման գործընթացը։ Այս համատեքստում քննարկվել են նաեւ ռիսկերի գնահատման, տեղեկատվության փոխանակման, տեխնիկական արդիականացման ու մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացման ուղղված քայլերը։ Որպես սահմանային եւ միգրացիոն հոսքերի արդյունավետ կառավարման հիմնական նախապայման, կողմերն ընդգծել են իրավապահ եւ պետական այլ մարմինների համակարգված ու շարունակական համագործակցությունը։ Անդրադառնալով քաղաքացիության տրամադրման գործընթացի արդիականացմանը, ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը կարևորել է միգրացիոն քաղաքականության ռազմավարության մշակման աշխատանքները։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ներկայացրել է կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կիբերհանցագործությունների դեմ պայքարին միտված ռազմավարությունները։ Ներկայացնելով ներքին գործերի նախարարության համակարգային բարեփոխումները, փոխնախարար Մկրտչյանն անդրադարձել է նաև ոստիկանության հենասյունային ուղղություններում արձանագրված ձեռքբերումներին։ Արմեն Մկրտչյանը կարևորել է ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ձևավորումը, ինչը միտված է ապահովելու թե ծառայողների շարունակական վերապատրաստումը, թե ոստիկանների մասնագիտական կրթությունը։ Նա հավելել է, որ այս ուղղությամբ իրականացվում է երկարաժամկետ ռազմավարական պլանավորում եւ միջնաժամկետ գործողությունների մշակում, համադրելով միջազգային փորձն ու կարիքները։ Պավել Բուսյակիևիչը հայտնել է, որ առաջիկա օրերին Եվրոպական հանձնաժողովը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը համաձայնեցման կուղարկի ԵՄ անդամ պետություններին։ Ակնկալվում է, որ աշնանն արդեն ծրագիրը պաշտոնապես կփոխանցվի հայկական կողմին։ Քննարկումների ընթացքում պատվիրակության անդամները ուշադրություն են դարձրել թրաֆիքինգի ենթարկված անձանց, ինչպես նաև վկաների պաշտպանության ու վերաինտեգրման համակարգի բարելավման հնարավորություններին։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը՝ ի նպաստ Հայաստան-ԵՄ գործընկերության արդյունավետ եւ համապարփակ զարգացման։ Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի մշակման շուրջ քննարկումները շարունակվում են ակտիվ ձևաչափով, ներառելով ոլորտային հանդիպումներ, արդյունավետ համագործակցություն եվրոպական գործընկերների հետ, ներքին գործերի նախարարության գլխավորությամբ ու համակարգմամբ եւ միջազգային գործընկերների հետ եւ միջգերատեսչական մակարդակով սերտ համագործակցությամբ իրականացվում են շարունակական աշխատանքներ վիզաների ազատականացման գործընթացում Հայաստանի առաջընթացն ապահովելու եւ ոլորտային բարեփոխումները կյանքի կոչելու նպատակով։ Հունիսի 24-ին ժամը 19:39-ին Վանաձորի շտապօգնությունից հաղորդվել է, որ Դարբաս գյուղից ծակած կտրած վերքերով հիվանդանոց է տեղափոխել մոտ 40 տարեկան տղամարդու։ Ժամը 20:11-ին հաղորդում է ստացվել արդեն Վանաձոր բժշկական կենտրոնից։ Իրենց մոտ տեղափոխված ինքնությունը չպարզված տղամարդն ընդունարանում բուժ անձնակազմի ներկայությամբ մահացել է։ Օպերատիվ խմբի հետ մեկնել են նաև քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության, մարզի քննչական վարչության եւ համայնքային ոստիկանության Գուգարկի բաժնի ծառայողներ։ Համատեղ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը ժամը 19-ին Դարբաս գյուղի տներից մեկի բակում տեղի է ունեցել վիճաբանություն 85-ամյա տանտիրոջ եւ նրա 54-ամյա որդու միջև, որի ընթացքում որդին հայհոյանքներ է հնչեցրել եւ հարվածներ հասցրել հորը։ Վիճող կողմերին հանդարտեցնելու համար միջամտել է հարևանությամբ բնակվող 19-ամյա մի երիտասարդ։ 54-ամյա որդին վիճել է նաև երիտասարդի հետ, նրա հասցեին էլ հնչեցրել հայհոյանքներ։ Սկսվել է ծեծկռտուք, որի ժամանակ երիտասարդը ձեռքերով հարվածներ է հասցրել 54-ամյա տղամարդուն, որն էլ ձեռքին եղած դանակով հարձակվել է երիտասարդի վրա։ Սակայն երիտասարդին հաջողվել է խլել դանակը եւ դրանով հարվածներ հասցնել 54-ամյա տղամարդու Աշոտ Ասլանյանի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով էլ նա հիվանդանոցում մահացել է։ Երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել է վարչություն, որտեղ խոստովանել է արարքը։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական վարչություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ներքին գործերի նախարարության սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում քաղաքացիներին մատուցելով թե միգրացիա եւ քաղաքացիության ծառայության, թե հաշվառման քննական բաժինների ծառայություններ։ Ներքին գործերի նախարարի հրամանի համաձայն հունիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում։ Հունիսի 26-ին Շիրակի մարզի Մեծ Մանթաշ եւ Փոքր Մանթաշ համայնքներում, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում։
Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մտնելով շրջիկ գրասենյակ կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։ Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մտնելով շրջիկ գրասենյակ կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։